Բարի օր բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, մի փոխեք ալիքը, որովհետև մշակութային իրադարձությունների մասին զրույցները շարունակվում են։ Եթե մտածում եք ուր գնալ այս հանգստյան օրերին, մենք ձեզ համար լավ առաջարկ ունենք։ Վաղը սեպտեմբերի 28-ին Սոլակ գյուղում կազմակերպվելու է ազգային ծեսերի մեծ փառատոն, որին մասնակցել են ավելի քան 2000 մասնակից ողջ Հայաստանից։ Դուք էլ կարող եք իհարկե միանալ եւ վայելել ազգային մշակութային իրադարձություններով լի այդ օրը։ Իսկ մեր տաղավարում միջոցառման համակազմակերպիչ Վարը Վարեն կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամներն են երկուսույց Աստղիկ Մաղսուդյանը եւ կազմակերպության համակարգող խորհրդի անդամ Սոնա Թունյանը, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ գալիք միջոցառման կապակցությամբ եւ շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու արդիվ։ Դե պատմեք, ինչ միջոցառում է, ինչ է սպասվում։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Վարը Վարենկի առհասարակ նախաձեռնության հասարակական կազմակերպության նպատակը ազգային մշակույթը, ծեսերը, տոները, այդ թվում բաղադրիչը, երկու պարը, խաղերը մեր կենցաղ, մեր կյանք վերադարձնելն է ու հատկապես այսօր թեպետ դժվար օրացույցային օր է մեր ժողովրդի համար, մենք հավատացած ենք, որ պատերազմները միայն սահմանին չեն եւ մշակութային դաշտում եւս շատ անելիք ունենք անելու եւ Վարը Վարենկը փորձում է այս ոլորտում իր ներդրումն ունենալ եւ վաղը մեր հերթական այսպես մեծ միջոցառումներից մեկն է, որի համար այս անգամ ընտրել ենք Սոլակ գյուղը համագործակցելով նաև Սոլակի մշակույթի տան հետ, որտեղ ամիսներ շարունակ արդեն նաև փոքրերի խմբակ է վարում Վարը Վարենկը առաջին անգամ այսպես մեր գործունեության ընթացքում եւ խոսքը կայթ մշակութային համագործակցության մասին է, այո։ Եվ կայթի եւ Սոլակի մշակույթի տան հետ, այսպես 3 կառույցներով համախմբվել ենք այս նպատակի այս միջոցառման շուրջ եւ քանի որ բոլոր միջոցառումների ժամանակ միշտ ունենք թեմատիկ, ընտրություն, որևէ տաղավար, տոնի կամ աշխատանքային երկերի բարերի նվիրված, այս անգամ ընտրել ենք հարսանեկան ծեսը, որը շատերիս հայտնի է որպես 7/7 գիշեր տևող, այսպես հրաշալի բովանդակությամբ մի։ Դա վաղ անցյալում էր, իհարկե։ Բայց դուք փորձեք վերականգնել, այո։ Վաղը տեսնելու ենք այն հատվածները, որոնք որ մեր օրերում էլ լիարժեք հնարավոր է անցկացնել, հետևելով բովանդակությանը, չընկնելով թվական ինչ-որ բաների հետևից բովանդակության մասին։ Սոնա, տեսնենք դուք ինչ կարող եք ասել, դուք այս ամբողջ միջոցառման մեջ որպես համակարգող եք եւ կազմակերպող։ Համակարգող, կազմակերպող եւ մեր թիմը այնպեսին է, որ ամեն դետալին տիրապետում է, որովհետեւ մենք համոզված ենք, որ եթե մի բանի տարածմամբ զբաղվում ես, պետք է դու ինքդ նախ տիրապետես, հետո սկսես դրա տարածմամբ զբաղվել։ Դրա համար մեր թիմի բոլոր անդամները գրեթե ամբողջությամբ թե մշակութային մասին, թե կազմակերպչական հարցերին տեղյակ են։ Վաղը շատ հիանալի օր է սպասվում ու բացի հարսանեկան, բուն հարսանեկան ծեսերից, նաև մեզ սպասվում է նախահարսանեկան ծեսեր, այսինքն մենք սկսելու ենք ոչ միայն այն մեզ սովոր երևույթներից, հարսին տնից հանելուց կամ փեսայի տուն տանելուց, այլ նաև ծանոթացման process-ից, թե ինչպես կարող էր ավանդաբար ծանոթացման process-ը լինել, հետո հասնելու ենք։ Իսկ ինչպես նախորդ օրը։ Ոչ։ Մեզ մոտ շատ հետաքրքիր արարողություն կա համբարձման տոնին վիճակի արարողության ժամանակ հնարավորություն են ունեցել մարդիկ իրար տեսնեն, ծանոթանալ ու վիճակի արարողությունից սկսելու ենք ու հասնենք մինչև հարսանեկան ծեսեր, այդ միջակայքում նաև ունենալու ենք նշանդրեքի գեղեցիկ արարողություն։ Մեկ օրվա մեջ ինչքան բան եք հասցնելու։ Փորձելու ենք ամեն դեպքում մարդկանց ներկայացնել այն երևույթները, այն ծիսական հատվածները, որը այժմ էլ կկարողանան կատարել, անգամ մեզանում հայտնի Bright Tube-ին, եթե մենք մտածում ենք, որ դա եկել է արտերկրից, իրականում հայոց մեջ եղել է։ Եվ նաև գիտեմ, որ լինելու են հարսն ու փեսա։ Այո։ Ովքեր են նրանք։ Մեր ընկերներն են Գրիգորը եւ Լիլիթը, ովքեր համաձայնել են այս ամենի գլխավոր հերոսները լինել եւ պատրաստվել ինչու՞ չգուցե իրենց հարսանեկին այս կերպ անցկացվող։ Շատ լավ, եւ եկեք սկսենք ամենասկզբում, այսինքն սկզբում լինելու է այդ վիճակախաղը, որի ժամանակ ծանոթանալու են փեսան եւ հարսը։ Ինչ է լինում։
Երբ որ կուժի մեջ հավաքված են լինում աղջիկների զարդերը, հա, հանում են եւ այդպիսով գուշակում են իրենց այդ տարվա բախտը եւ մեր այսպես ծիսական հատվածում մեր արդեն ընտրված հարսիկին հանելու ենք երկան արտգարի է պսակվելու տարի է այս արտահայտությունը, որից հետո անցնելու ենք արդեն նշանդրեքին եւ բուն հարսանեկան հատվածին։ Գիտեք, ինձ հետաքրքիր է, երբ հնում այդպես էր տեղի ունենում իսկապես ծանոթացման process-ը, ինչպես էին ընտրում հենց այն փեսացուին, ով պետք է այդ հարսի հետ ամուսնանար։ Քանի որ տոնակատարությունների ժամանակ իրար տեսնում էին, հավանում էին ամեն դեպքում եւ մտքում ունեին, հա, եւ աղջիկը եւ տղան գուցեում էին հավանում եւ հենց աղջկան այս վիճակը դուրս էր գալիս, արդեն հարմար այսպես առիթ էր, հա, տղայի համար եւ նշանադրության այդ հատվածն էլ խնձոր տալով է, այո, լինելու։ Հետաքրքիր է այն է, որ ոչ թե ուղղակի ինչ-որ նվեր, այլ ուրիշ բան էին ուղարկում, այլ այն տղան, ով հավանել էր աղջկան, որպես նշան խնձոր էր ուղարկում, կարմիր խնձոր, իսկ եթե աղջիկը համաձայնում էր, իրան փոխադարձ խնձոր էր ուղարկում եւ խնձորը դառնում էր հարսանեկան հրավեր։ Հետաքրքիր է, որ այս առումով այսօր հաճախ այդ հին ավանդույթները քննադատվում են, որովհետև շատ դեպքերում դրանք ինչ-որ միտեղ բացասական երանգով են ընկալվում եւ գուցե ընդունվում, եւ նաեւ զուգահեռ իրականության մեջ այսպիսի գեղեցիկ իրադարձություններով փորձում ենք հիշել մեր հին ավանդույթները, հետաքրքիր տոները, իրադարձությունները, որն է այստեղ այդ հակասությունը, որովհետև մի դեպքում նույն այդ ավանդույթները մենք բացասաբար ենք ընկալում եւ համարում ենք, որ դա հին է, պետք չէ այսօր այդպես անել, եւ մյուս դեպքում դա ներկայացնում ենք որպես գեղեցիկ իրադարձություն, որը եղել է մեր մի մասնիկը։ Պետք է փորձենք ուղղակի մենք ժամանակի հետ շարժվել եւ մեր ավանդույթները ադապտացնել ժամանակի պահանջներին, ու այդ դեպքում չի լինի հնացած, այլ կլինի գեղեցիկ սովորություն, որը պետք է յուրովի ներկայացնել։ Այսինքն մենք չենք մերժում ոչ հինը, ոչ նորը, ուղղակի պետք է բալանսի բերել ու դրանով չկորցնել մեր յուրահատկությունը, ազգի ինքնատիպ լինելը։ Հիմա կոնկրետ եթե խոսենք հարսանեկան այդ ծեսերից, դա ինչպես կարող ենք ադապտացնել այսօր։ Նույն Սոնայի նշած օրինակ Bright to Beam, որ շատ-շատերս հիմա անում ենք, նախկինում հինադրեքի տեսք է ունեցել, հա, երբ աղջիկների հարսի ընկերուհիները, հա, աղջիկները հավաքվել են եւ իրենց ձեռքները հինա են դրել ու հինան էլ նաեւ խնամքի խորհուրդ ունի եւ այս արարողակարգն էլ շատ խորհրդավոր երգերով, մոմերի ուղեկցությամբ, բարված մոմերի, հա, ուղեկցությամբ է անցել ու ըստ իս բնավ չի ժիջում են վարդագույն եւ փայլուն Bright to Beam, որը այսօր է, հա։ Այնպես որ ինչը որ հնարավոր է այսօր անել, մենք փորձում ենք դա, հա, գոնե հայտնի դարձնել մարդկանց, որովհետև վստահ ենք, որ այս ամենի չիմացությունից է գալիս չսիրելը, հա, որտեղ մենք պարզապես տեղյակ չենք ինչպես է եղել ու տեղյակ լինելուց հետո մարդկանց այսպես 99%-ը սիրահարվում է այս ամենին, որովհետև ամեն դեպքում այդ ամենը մեր ներսում է եւ այսպես մի հատ փոքրիկ ազդակեպետ այդ ամենը արթնացնելու համար։ Շատ լավ, էլ ինչ ծիծակարգեր կան, վիճակախաղից արդեն անցնենք հաջորդ փուլին։ Լինելու է նշանտրեքի արարողություն, լինելու է մակարապետի ընտրություն, մակարապետը նույն մեզ հայտնի Ազապն է, ու մակարապետի ընտրությունը ժամանակի 21-րդ դարի նման չի եղել, այսինքն 21-րդ դարում եթե ընտրում ենք տղայի կողմից Ազապ ընկեր, եղբայր կամ որևէ մեկը, մակարապետի ընտրությունը շատ պատվով գործ է եղել եւ տարբեր խաղերի, ուժային փորձությունների, խելքի փորձությունների միջոցով ընտրել են այն միակին, ով պատրաստ է եղել ամբողջ օրը պահապան լինել զույգին, պահապան լինելը ինչով է կարևոր, որովհետև ժամանակին թուրը երբ որ բռնում է Ազապը բնավ անմիտ չէ, դրա նպատակը եղել է չարքերից զույգին պահպանելը, բացի այդ էլ եղել է ժամանակներ, երբ որ հայերը ապրել են այլ երկրի տարածքում եւ կարիք է եղել պաշտպանել, որպեսզի հարսին չփախցնեն, հարսանիքը չխանգարեր ու Ազապը կատարել է պաշտպանի դեր։ Դրա համար մակարապետի ընտրությունն է լինելու այսպես ասած ինտրիգային։ Ինչպես են ընտրում։ Իրականում հարսնաքույրը ոչ այնքան հին պատմություն ունի, ինչքան որ մտածում ենք, շատ ավելի նոր, հա, վերջին դարերի այսպես լրացում է։ Նախկինում եղել է օժիտի տիկնիկը հարսնաքրոջ փոխարեն, հա, ով եղել է հարսի ընկերը, իր հետ գնացել է նոր տուն, ում հարսը պատմել է իր Ազապը մենակ է եղել նախկինում, փաստորեն։ Իրականում ընտրվել է մեկ մակարապետ, հա, բայց բոլոր այն տեխնացուները, ովքեր պայքարել են մակարապետի տեխնացու լինելու համար, եւս համարվել են միևնույն է կրտսեր մակարապետեր, հա, այսպես համարենք, եւ իրենք նույնպես պաշտպանի դերը
ինքնազորի դերը կատարել են, ինչպես որ մեկ ընտրված մակարապետը, ու հետաքրքիր հատվածներից է լինելու նաև երևի փեսայի փորձությունը եւ հարսի էլի գուցե կարելի է փորձություն անվանել, փեսային, երբ որ հարսին պետք է վերցներ, փեսան, էլի պետք է ապացուցեր, որ ինքը արժանի է եւ կարող է տեր կանգնել այդ ընտանիքին։ Ուղղակի չենք տալիս։ Եվ հետո հարսիկին նաև այսպես մեջքի ամրությունն ենք ստուգելու, ալյուր է մաղելու 7 մաղ, իհարկե իրենք միանալու են, որ կարողանան այդ տան բոլոր ծանր գործերը ինքը կատարել։ Տեսեք ինչ բարդ փորձությունների մեջով են անցել խեղճ մեր հարսիկները։ Եվ այս ամենին մենք ակնկալում ենք 100% մասնակցություն, այսինքն սա չի լինելու պարզապես համերգ կամ ներկայացում, որը կատարվելու է թիմի կողմից, Այս ամենից առաջ մենք սովորելու ենք բոլոր այն երգերը, այն պարերը, լսելու ենք այն ամենի մասին, ինչ որ պիտի անենք բոլորս, այս ամենը անելու ենք բոլորով եւ բոլորը մասնակից են լինելու, այնպես որ տակ հագնված կգաք։ Բայց դուք արդեն ավարտին մոտեցրիք մեր զրույցը, ես դեռ ուզում եի հասկանալ այդ 7 օր 7 գիշեր ծեսը եւ ուրախությունը, խմդությունը ինչպես եք փորձելու կարճ ժամկետում ցուցադրել։ Իրականում շատ մանրամասներ 7 օրվա ընթացքից չեն լինելու, օրինակ այնտեղ էլ, չգիտեմ, եզմորթեքի օր, տաշտադրոնքի օր, եւ այլն, որը այս պայմաններում, այս տեսակ միջոցառումների ընթացքում, այնքան էլ հնարավոր չի իրականացնել, դրա համար, ինչպես նշեցինք, վերցել ենք այն ինչ որ կարծում ենք, որ օգտակար է եւ հնարավոր է հիմա անել մեր օրերում։ Դուք քանի որ նաեւ երկուսույց եք, փաստորեն լինելու են շատ երգեր, պարեր, նշենք թե ինչ երկացանք է լինելու վաղը։ Դե հարսանեկան ամենահայտնի պարերքերից Թամզարան է լինելու, պարերից Խնամիների Պարշավալին է լինելու, երգերից Թագվորագովքեր, հարսին գովելու երգեր եւ այլն, այսպես։ Բարեկամները թողնենք վաղվան։ Այսինքն նախկինում հարսի պարը համարվել է որը։ Իրականում մենապար որպես այդպեսին դժվար է ասել, եղել է թե չէ, Օքսֆորդի ոչ ես ոչ ունեն երաշտագետներ եւ պարագետներ չենք, բայց ինչքանով որ մեզ հայտնի է, առանձին պար չի եղել եւ մեր պարերի մեծ մասը համայնքային պարեր են, այսինքն բոլորով են պարել եւ Թամզարան Շավալին, որը նշեցի, այս ամենը բոլորով ենք պարել։ Այո, շատ լավ։ Եվ որտեղից են մեր մասնակիցները այդ 2000 հոգին, որ գալու են ողջ Հայաստանից։ Մասնակիցները տեղեկանում են միջոցառման մասին սոցիալական հարթակներում, հետևում են, տարբեր մենք մարտահրավերներ ենք նետում մեր ընկերների միջոցով, որպեսզի ծանոթանան ամբողջ միջոցառման ընթացքին եւ գրանցվում են, գալիս են, ակտիվ մասնակցում են ու իրականում ֆենոմենը մեր միջոցառումների այն է, որ մեզ մոտ հանդիսատես չկա, Աստղիկն էլ նշեց, որ մեզ մոտ բոլորը մասնակից են, այսինքն հայերը բոլորը հրավիրված են վաղվա հարսանիքին, դուք նույնպես եւ բոլոր Իսկ ինչ նվեր պետք է բերենք։ Շփիթներ, ջերմություն ու սեր։ Նախկինում այդպես է եղել այդքան հեշտ։ Մենք իրականում նաև ունենալ ենք վարպետաց դասերի տաղավարներ, որտեղ հարսանեկան ծեսին առնչվող որոշ բաներ հնարավոր է պատրաստել, օրինակ բնական հումքով, անդեղենով կոնֆետներ, որոնք տարոսիկների այսպես տեղ են ծառայելու, աղափամայի վարպետաց դաս ենք ունենալու, ասեղնագործելու ենք փոքրիկ քսակների վրա, որոնց մեջ հնարավոր է տարոսիկները դնել եւ այլն, խաչբուռ ենք գործելու, հյուսելու միասին ցորեններից, այնպես որ կարելի է նաև տեղում որևէ բան պատրաստել եւ դա համարել նվեր։ Հրաշալի տարբերակ է։ Եվ նաև հասկանանք, թե ինչու ընտրեցիք հենց Սոլակ գյուղը, իհարկե համագործակցությունը արդեն հասկացանք, բայց ինչու հենց Սոլակը։ Քանի որ Մեղրաձորի փորձ ունեինք եւ փորձում ենք տեղի մշակութային կյանքը զարգացնել, այնտեղ հաջողություն ունեցանք եւ որոշեցինք, որ ամսվա կտրվածքով մենք տարբեր տեղեր շրջում ենք Հայաստանով ու քանի որ մի քանի ամիս առաջ մենք Սոլակում խմբակ բացեցինք ու պետք էր որ երեխաներն էլ ակտիվ մասնակցություն ունենային ու բացի հետո Սոլակի կյանքում եւս ակտիվություն բերել, որոշեցինք, որ կայթի հետ համագործակցելով Սոլակի մշակույթի տան աջակցությամբ այնտեղ մեծ բացօթյա միջոցառում կազմակերպենք եւ տեղացիները մասնակցություն ունեն եւ արդեն ակտիվություն ապահովելով տվյալ համայնքում։ Իսկ որ մարզերից են գալու մասնակիցներ, գիտեք, օրինակ որ մարզից են ավելի շատ մասնակիցներ լինելու, թե խառն են։ Խառն են լինելու, բայց հիմնականը Երևանից են շատ այցելում, որովհետեւ Երևանին մոտ է, ընդամենը 40-45 րոպե ճանապարհ։ Այո, Կոտայքի մարզում է, մոտ է, բայց մասնակիցներ ունենում ենք Լոռու մարզից, Շիրակից, եղել է Վայոց ձորից, այս տարի իհարկե չգիտեմ կլինեն Վայոց ձորից մասնակիցներ թե չէ, բայց աշխարհագրությունը լայն է։ Եկեք եւս մեկ անգամ էլ նշենք, թե հիմնականում այդ միջոցառման նպատակը գեր նպատակը որն է, որովհետեւ իհարկե խոսեցինք հնդածս, որ կարևոր է ծեսերի մասին հիշել, ծանոթացնել նաեւ երիտասարդներին, բայց կարծում եմ դուք ձեր առաջ ունեք հենց գլխավոր այն թիրախը, որը որ ուզում եք դրան հենց հասնել։
Ամփոփելով այն ամենը ինչ որ արդեն իսկ ասել ենք, մեր հիմնական նպատակը վարևարենքի հասարակական կազմակերպության ոչ միայն այս միջոցառման առհասարակ, այս ամենին մարդկանց ծանոթացնելն է, որովհետև այսպես շղթայաձև ենք, մենք պատկերացնում այդ ամենը պետք է ճանաչենք, որպեսզի կարողանանք սիրենք եւ սիրելուց հետո է նոր, որ այս ամենը վերադառնալու է մեր կենցաղ, իսկ ինչու է պետք վերադառնա, որովհետև առանց արմատ ծառը վաղ թե ուշ չորանում է ու մենք կարծում ենք, որ բոլորս մեր փոքրիկ ներդրումը այս ամենում պետք է ունենանք եւ երիտասարդները եւ մեծերը, եւ միջին տարիքի մարդիկ եւ մասնագետները եւ այն մարդիկ, ովքեր պարզապես սիրում են եւ փորձում են այս ամենում մասնագիտանալ, որ սա մեր փոքրիկ ներդրումն է ազգային մշակույթի տարածման մեծ գործում։ Դուք ինչ կասեք, Սոնա։ Համաձայնում եմ Աստղիկի հետ, կարևորը արմատներին վերադառնալն է, ճանաչելը, որովհետև դրա միջոցով դու քո ինքնությունն ես բացահայտում։ Բոլորին կարող է թվալ ուղղակի պարում ես, երգում ես, բայց մեր երգերի, պարերի, ծեսերի, խաղերի մեջ այնքան արմատացած մենք կանք, որ պետք է ուղղակի ճանաչել, այդ հայեցիությունը վերականգնենք, որ մեր ապագան ավելի, այսպես ասած, լուսավոր լինի ու արժեքային։ Հետաքրքիր է, այսպես մենք խոսում ենք այն մասին, որ պետք է հիշենք, ճանաչենք մեր ավանդույթները, բայց դուք ինքներդ երբ ուսումնասիրում եք, կա օրինակ որևէ ծիսակարգ, ավանդույթ, որը որ բացահայտում եք եւ ինքներդ էլ լավ չեք հասկանում դրա իմաստը որն է եղել եւ գուցե իսկապես եղել են ինչ-որ փոքրիկ ծեսեր, որոնք մեծ հաշվով կորցրել են իրենց ողջ ակտուալությունը։ Կան մանատիպ իհարկե դեպքեր, մենք էլ քննարկումների ժամանակ դիմում ենք մեր ավագ ընկերներին, ազգագրագետների, դիմում ենք գրականությանը եւ փորձում ենք այդ ամենը բացահայտել ու եթե ամբողջությամբ չենք պատկերացնում ինչի մասն է խոսքը եւ ինչու ենք դա անում, փորձում ենք չներառել մինչեւ որ օրինակ որոնք են եղել դրանք, եթե կարող ենք մատնանշել։ Փորձենք վերհիշել, օրինակ աշխատանքային երգեր կան, խնոցու երգը օրինակ սովորում ենք, երբեմն միջոցառումների ժամանակ, բայց ոչ մեկ հիմա խնոցի չի հարում տանը ու այսպեսով ինքը դառնում է պարզապես մշակութային տարր, որը իհարկե էլի շատ կարևոր է պահպանել, բայց գործածությունից արդեն որոշակիորեն դուրս է մնում, ինչ կհիշենք էլ այս պահին։ Ամանորի հետ կապված ինչ-որ ավանդույթներ, ասիլ-վասիլիկները, որ սարքում ենք, ամեն դեպքում խորտ։ Ամանորին պատրաստում են ասիլ-վասիլիկներ, նախկինում դա գուշակությունների համար է եղել, բերիություն է լինելու, առատություն եւ այլ գուշակություններ։ Այս պահին ուղղակի ասիլ-վասիլիկները երբ որ թխվում է, պարզապես անում ես, որ ցույց տաս, որ այսպիսի բան եղել է, բայց պարզ է, որ մեր արմատացած այլևս չի կարող էլի մնա, ուղղակի սիրուն երևույթ, որ ունեցել ենք։ Այո։ Իսկ հետաքրքիր է ինչ արձագանքներ եք լսում այսպիսի իրադարձություններից հետո ավելի շատ հենց երիտասարդ սերնդի կողմից, դուք ինքներդ էլ երիտասարդ եք եւ փաստորեն այդքան շատ կապված եք նաեւ այդ ավանդական ծիսակարգերի հետ եւ ուզում եք ինքներդ էլ բացահայտել դրանք։ Վերջին ժամանակներում բացի մեզնից ուրախությամբ պետք է ասենք, որ բազմաթիվ կառույցներ կան, որ զբաղվում են ազգային մշակույթի տարածմամբ ու երիտասարդները շատ ակտիվորեն մասնակցում են եւ նաեւ ողջևորում են։ Մեզ համար ավելի, այսպես ասած, ուրախալի է, երբ որ հասուն տարիքի մարդիկ միանում են մեզ, որովհետեւ չգիտեմ ինչի է ստացվել, ոնց է ստացվել, այսպես ասեմ, որ երիտասարդների մեջ ավելի լայն տարածում ունի մեր ազգային մշակույթը, բարերը, երգերը, քան մեծ տարիքով մարդկանց համար եւ մեր ասած ասած առաջնային է նաեւ որ մեծերն էլ միանան, որովհետեւ երբ որ մենք բոլորս տեսնում ենք, որ հասուն տարիքի մարդիկ միանում են, իրենք իրենց փորձով կիսվում են մեզ հետ, ողջավորությունը ավելի շատ է լինում եւ մենք կարողանում ենք ավելի ողջավորված երեխաների հետ աշխատել, այլ համայնքների հետ աշխատել, այնպես որ արձագանքները դրական են եւ արդյունքը ակնհայտ է Հայաստանի մակարդակով։ Եվ ամփոփելով նաեւ հասկանանք, թե Ձեր հասարակական կազմակերպությունը ինչ նոր հետաքրքիր միջոցառումներ ու ծրագրեր է նախատեսել բացի վաղվա միջոցառումից, որը որ առաջիկայում լինելու է։ Վարևարենքի միջոցառումները սովորաբար ինչպես նշեցի տոների հետ են կապված եւ քանի որ մինչեւ ամանոր որպես այդպեսին որևէ տոն չունենք, թեմատիկ միջոցառումներ ենք անցկացնելու, օրինակ բերքահավաքի շրջան է, այս թեմայով միջոցառումներ վստահ եմ որ կունենանք, մոտ շրջանում Սյունիք փոքրիկ այցելություն ունենք եւ մեծ միջոցառումը, որ ամանորին միշտ ունեն, մենք վստահաբար ունենալու ենք, այսպես։ Իսկ ամանորի միջոցառումը որտեղ եք նախատեսել անցկացնել։ Որպես կանոն Մեղրաձոր գյուղում ենք անցկացնում, որովհետեւ այնտեղ նաեւ թոնիր ենք գնում, միասին տարեհացն ենք պատրաստում, գյուղով շրջում ենք, մարդկանց տունավետիս ենք տանում եւ այլն, այս տեսանկյունից Մեղրաձորը եւ այսպես հոգեպես է նախընտրելի եւ տեխնիկապես տեսնենք այս տարի հավանաբար նույնպես էլի Մեղրաձորում կանցկացնենք։ Շնորհակալ եմ շատ, իսկապես հետաքրքիր եւ բովանդակային զրույցի համար եւ կարծում եմ վաղն էլ շատ ուրախ ու հետաքրքիր օր է լինելու թե ձեզ եւ թե բոլոր մասնակիցների համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք, համեցեք։
Շնորհակալ եմ սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք այսօրվա մեր եթերը եւ նաեւ շնորհակալություն հայտնենք մեր գլխավոր գործընկերոջ Արփինետին մեր եթերն ապահովելու համար, իսկ ձեզ մաղթում ենք խաղաղ ու հետաքրքիր հանգստյան օրեր, ձեզ հետ տաղավարում աշխատեց Աննա Կոստանյանը, մինչ հանդիպում։